Արդյոք եվրոպացիները ներդրում կանեն Թրիփում, Բաքուն էստի համեցեք է անում և քարնետում հայ-եվրոպական ուղղությամբ։ Վճարել չծառայելու 5 տարբերակ կա, գործադիրը հավանություն է տվել իշխանական առաջարկին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը տարածաշրջանի կայունության գրավական, հայտարարություններ Թուրքիայից Ղազախստան։ Եկեղեցին քաղաքացիների վստահությունն է վայելում, Գելլափի հարցման արդյունքները։ Ամեն ինչ գին ունի, բացի գյուղացու արտադրանքից, խոշոր եղջերավորների քանակը նվազել է։ Հեռախոսով դպրոց գնալ չի կարելի, Երևանի 151 դպրոցից 143-ում արգելվել է սմարթֆոնների օգտագործումը։ Եվ Երևանի դրոշի ու զինանշանի գույները կփոխվեն, հայտարարություն քաղաքապետարանից։ Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին տաղավարում Հայկ Նավասարդյանն է աշխատում։ Եվ այսպես, արդյոք եվրոպացիները կգան Հայաստան ներդրում կատարելու Սյունիքում, մասնավորապես Թրիփում։ Սա հարց է, որ վերջին օրերի քաղաքագիտական շրջանակների թոփ թեման է։ Այս ֆոնին Երևանի հետ իբր հարաբերությունները կարգավորող Բաքուն շարունակ էստի համեցեք է անում եվրոպացիներին, զուգահեռ քարնետում հայ-եվրոպական հարաբերությունների ուղղությամբ։ Հայաստանն ու Եվրոպան դեռ չէին ստորագրել գործընկերության օրակարգը ռազմավարական դարձնելու փաստաթուղթը, երբ Ալիևի օգնականներից Հաջիևը բրյուսելյան պարբերականին ասաց, թե ուզում են, որ Եվրամիությունն իր մասնակցությունն ունենա, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի, իրականում Ամերիկայի նախագահի պատվին կոչված Սյունիքի Թրիփ, Թրամփի միջազգային խաղաղության ու բարգավաճման երթուղու ծրագրին, որը պետք է ապահովի Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ անցումը։ Այն նույն Եվրամիությունը, որի անձեն դիտորդների գոտու պարեկությունից հրաժարվելու պահանջ էր Բաքուն Երևանի առաջ դրել խաղաղության պայմանագիրը նախաստորագրելու համար։ Զանգեզուրի միջանցքով տարեկան 15 միլիոն տոննա բեռ է փոխադրվելու։ Ադրբեջանական հատվածի շինարարությունն ավարտվելու է 2026 թվականին։ Բաքուն ուրախ կլինի Եվրոպական միությանը եւս տեսնել տրանսպորտային այս հանգույցում։ Մինչև Բաքուն կիսվեց իր ուրախությամբ, Եվրամիության պաշտոնյան ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը մեր երկրի գլխավոր դիվանագետի Արարատ Միրզոյանի հետ լրագրողների հարցերին պատասխանելիս խաղաքարտեր բացեց։ Պարզվեց Սյունիքի երթուղի գալու համար նույնիսկ բանակցություններ են արդեն վարում, բայց ոչ թե Երևանի եւ Վաշինգտոնի հետ, ինչպես օգոստոսի 8-ի հայ-ադրբեջանական Ամերիկայի խաղաղության կուլմինացիայից հետո ի պատասխան Ռուսաստանի մեկնած օգնության ձեռքի պնդում էին Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, այլ նաեւ Բաքվի ու Անկարայի։ Այս ասուլիսին էր նախորդել Հայաստան-Եվրոպա ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրումը, ինչին էլ արձագանքելիս Բաքուն կոշտացրեց հռետորաբանությունը, պնդեցին, թե այս փաստաթուղթը հակասում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Ավելին փաստաթղթի այն բաժնում, որը նվիրված է Եվրամիության տարածաշրջանում կարգավորման գործընթացներին հնարավոր ներդրմանը, միջազգային դատարանի բոլոր համապատասխան որոշումների լիարժեք, արագ եւ արդյունավետ իրականացման աջակցելու վերաբերյալ դրույթի ներառումը հստակորեն ենթադրում է Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված պահանջները։ Բաքուն հիստերիայի մեջ է, որովհետև այս փաստաթղթում Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված Ղարաբաղի հայեր ձևակերպումը կա։ Ալիևը մեկ քայլ առաջ, մեկ քայլ հետ մաշված դիվանագիտությունն է շարունակում։ Սկզբում եվրոպական առաքելությանը Հայաստանից վտարելու պայման դնում, հետո ուզում, որ նրանք գան Թրիփ։ Ավելի ուշ, թե հայերի ու եվրոպացիների քաղցրացող բարեկամությունը վնասում է խաղաղությանը։ Ադրբեջանական լուսինն այդպես էլ տեղը չի գտնում եվրոպական աստղերի կողքին։ Իրենց դուրեկան չի փաստը, որ Հայաստանին հաջողում է ինչ-որ հարցերում նաև Հայաստանի Հանրապետության շահերից ելնելով բանակցել եւ հասնել դրական արդյունքների այդ պայմանավորվածությունների ընթացքում։ Դրա համար իրենք փորձում են հնարավորինս անընդհատ ճնշման տակ պահել։ Իսկ ամեն ինչ ֆինանսավորելու հնարավորություն չունեցող եվրոպացիները, ինչպես բանաձևել էր հենց ինքը Եվրաչինովնիկ Կոսը, ի վերջո կգան Սյունիք, կունենան իրենց մասնակցությունն ամերիկյան երթուղում։ Մասնագետի համոզմունքն է, իրենց համար այս ծրագիրը հնարավոր լավագույններից է։ Ռուսաստանը շրջանցելով Կենտրոնական Ասիա հասնելու համար հարևան Վրաստանը քայլ-քայլ հեռանում է, Իրանի հետ չպարզած հարցեր կան, հայկական ճանապարհը ամենահարմարն է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին է անդրադարձել Ղազախստանի նախագահը Աշխաբադում կայացած խաղաղության եւ վստահության միջազգային տարի 2025 ֆորումում Տոկաևը հայտարարել է, որ օգոստոսին երկու երկրների միջև հռչակագրի ստորագրումը պատմական նշանակություն ունեցավ եւ լայն հեռանկարներ բացեց Հարավային Կովկասում եւ դրանից դուրս բազմակողմանի գործակցության համար։ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն էլ գոհունակությամբ հետևում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև դրական զարգացումներին։ Այդ երկրի պետական հեռուստատեսության փոխանցմամբ թուրք պաշտոնյան հայտարարել է, թե Թուրքիան պատրաստ է նպաստել եւ աջակցել գործընթացը կայուն ավարտելու ջանքերին, որը կծառայի տարածաշրջանի բոլոր երկրների խաղաղությանը եւ բարգավաճմանը։ Զինվորական ծառայություն չանցած 27-ից 37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից կամովին ընտրելով հետևյալ 5 տարբերակներից մեկը. անցնել 24 ամիս պարտադիր զինվորական ծառայություն, ծառայել 12 ամիս եւ պետական բյուջե վճարել 2.5 միլիոն դրամ, կամ ծառայել 6 ամիս, պետբյուջե վճարել 5 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս, պետական բյուջե վճարել 10 միլիոն դրամ, զինվորական ծառայության փոխարեն պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ։ Կառավարությունը հավանություն է տվել այս փոփոխություններին, իշխանական падգամավորի շրջանառած օրենքի նախագիծն է, որով նախատեսվում է ընդլայնել նախորդ օրենքի ընձեռած հնարավորությունները։ Այն ազգային ժողովում կքննարկվի 2026 թվականի հունվարին։ Գործ ունենք բանակի թվակազմի էական կրճատման հետ, որը ուղեկցվում է քաղաքական շահի հետ։ Քաղաքական շահը հասարակությանը ցույց տալ, որ իբրև թե ժամկետի կրճատմամբ ձեր զավակները ավելի քիչ ժամանակ են ծախսելու եւ սա դարձնել որպես քաղաքական նախընտրական պրոդուկտ, որով քաղաքացին պետք է ընտրի նոր իշխանություն։ Այժմ այն մասին, ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Եկեղեցին քաղաքացիների վստահությունն է վայելում, Գելլափի հարցման արդյունքները։ Ամեն ինչ գին ունի, բացի գյուղացու արտադրանքից, խոշոր եղջերավորների քանակը նվազել է։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։ Հակակոռուպցիոնը մերժել է ազգային բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի, նաև դատախազության ներկայացրած բողոքները։ Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Նրա փաստաբաններն այսօր հանդիպել են լրագրողների հետ, տեղեկացրել, որ վերաքննիչը փաստացի համաձայնել է առաջին ատյանի դատարանի հետ, թե գործին խոչընդոտելու ռիսկ կա, մինչդեռ պաշտպանները վկայակոչում են մեղադրանքի նվազագույն հիմնավորվածության բացակայության, ինչպես նաև այլընտրանքային խափանման միջոցների հնարավորության մասին։ Գրավի հարց քննարկվում է, երբ որ ենթադրյալ մեղադրանքի պայմանը կալանքի միջնորդության շրջանակներում հաղթահարված է, այսինքն հիմնավոր կասկած առկա է լինում։ Այս դեպքում մենք ընդհանրապես դրա այդ գործ չունենք, բայց այո, հարկադրված դա էլ ենք միջնորդում։ Իդեպ միջնորդել ենք նաև թեկուզ այլընտրանքային խափանման միջոցները համակցված կիրառվեն։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին ունի բացարձակ վստահություն շուրջ 77.7%, այս մասին վկայում են Gallup International-ի հայաստանյան ներկայացուցչության նոր սոցիոլոգիական հարցման արդյունքները։ Քաղաքացիների մեծամասնությունը հավանություն է տվել Մայր եկեղեցու գործունեությանը շուրջ 63.3%, ևս 14.4%-ը ավելի շատ հավանություն են տալիս։ Հայ առաքելական եկեղեցին զիջում է միայն բանակին, հարցվածների 63.4%-ը լիովին հավանություն է տալիս բանակի գործունեությանը, 18.4%-ը ավելի շատ հավանություն, ընդհանուր առմամբ 81.8%։ Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպած բարձրաստիճան հոգևորականները ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հրաժարականի պահանջով ստորագրահավաք են սկսել։ Օրեր առաջ բացված կայքում հոգևորականները կաթողիկոսին հանգստի կոչելու, կաթողիկոսական տեղապահ ընտրելու եւ նոր կաթողիկոսական ընտրություններ կազմակերպելու պահանջով են հանդես եկել։ Այլ թեմաներ, եթե քիչ լինեն վթարները, ավելի էժան կլինի ապահովագրավճարը։ Այս բանաձևը սակայն չի գործում մեր երկրում, քանի որ տարեցտարի ավելանում են եւ մեքենաները, եւ վթարները։ Արդյունքում ապա պայմանագիրը սկսում է թանկանալ անգամ նրանց համար, ովքեր վթար չեն ունեցել անցնող տարվա ընթացքում։
Տարեվերջը մոտ է, նշանակում է ավտովարորդները պետք է թարմացնեն իրենց ԱՊՊԱ պայմանագրերը եւ զղջան անցած տարվա ընթացքում իրենց մեղքով տեղի ունեցած վթարների համար։ Նկատի ունենք բոնուս-մալուս համակարգի ազդեցությունը նոր պայմանագրի սակագնի վրա, եթե վթարը վարորդի մեղքով է տեղի ունեցել։ Այս օրերին սակայն միայն նրանք չեն, որ ստիպված են եղել բարձր սակագնով ԱՊՊԱ պայմանագրեր կնքել։ Շատ վարորդներ, որոնք երբեք վթարի մասնակից չեն եղել, ֆիքսել են, որ նոր տարուց պայմանագրով պետք է ավելի շատ վճարեն ապահովագրական ընկերությանը։ Միջին մեկ պայմանագրի գինը 44,000 է երևի մեր վիճակագրությամբ, որը որ 10%-ով ավել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Առանձին վեկտերով կարող լինի 20, 30, կարող լինի մի բան, հակառակը բազում, սա միջինն է, միջին կշռված։ Այս պահին արդեն 1,270,000 ԱՊՊԱ պայմանագիր է կնքվել։ Վարորդների որ տոկոսն է ստիպված արդեն թանկ վճարել, հստակ չէ, բայց հստակ են թանկացման պատճառները։ Այս պահին 76%-ը այսպես կոչված վնասաբերությունը, որը իրանից ներկայացնում է սակագնի մեջ, այն մասը, որը ձևավորվում է հենց հատուցումների թվից։ Այսինքն այս պահին հավաքագրված 100 դրամից 76-ը ծախսվում է վթարների փոխհատուցման համար։ Մնացած 24 դրամը ապահովագրականների ծախսն է, միջնորդավճարներն ու շահույթը։ Բայց ինչու է այս ամենը հանգեցնում պայմանագրերի թանկացմանը, նույնիսկ այն անձանց համար, որոնք վթարների մասնակից չեն եղել։ Խնդիրը խմբային գործոնի մասին է, այսինքն եթե փոխհատուցման ծախսերն ընդհանուր աճում են, դա անդրադառնում է բոլորի վրա։ Քանի որ վթարները ավելի ծանր եւ թանկարժեք են, քանի որ մեքենաների պարկը, էլեկտրոմոբիլներ, բաներ փոխվում է, շատանում է, իսկ այս նոր մեքենաները, էլեկտրոմոբիլները ավելի շատ պայստամասերի փոփոխություն ա գնում, թանկացել, այսինքն համ ընդհանուր գնաճն է ազդում դրա վրա, համ կառուցվածքային գնաճ։ Այսինքն վթարների քանակը եւ ծանրությունը ենթադրում է, որ ապահովագրականներն ավելի շատ գումար են փոխհատուցում դրանց հետևանքները վերացնելու համար։ Հետևաբար, հավելյալ ֆինանսական միջոցներ գեներացնելու կարիք է առաջանում։ Ասածը չի նշանակում, որ սակագները միշտ պետք է բարձրանան կամ այլ առնվազն չնվազեն։ Ոչ, դրա լեզվ կա։ Դա պատահարների հնարավորինս հաջողականության նվազում։ Ուտեղ մենք տեղ ունենք աշխատելու եւ մենք երկպետությունը, որովհետեւ Հայաստանում վթարների հավանականությունը ավելի բարձր է, քան օրինակ շատ զարգացած երկրներում։ ԱՊՊԱ պայմանագրերով սահմանված վճարները նվազեցնելն ուղղակիորեն կապված է երթևեկության վիճակի բարելավման հետ։ Ավելի քիչ վթարներ ճանապարհներին, ավելի մատչելի պայմանագրեր վարորդների համար։ Արմեն Աթելյան, ժամը-լրատվական։ Մեկ այլ արժեքի մասին գյուղացուց մթերվող 1 լիտր կաթ ավելի էժան է, քան ծորակից հոսող սովորական ջուրը։ Եթե ասենք, որ կովը տարվա մեջ մի քանի ամիս է կաթ տալիս, պատկերը ավելի ակնառու կլինի։ Սա այն գլխավոր խնդիրներից մեկն է, ինչի պատճառով գյուղացին վերջին տարիներին խոշոր չի պահում, ձեռք չի տալիս, ասում են։ Հիմա էլ նոր խնդրի առաջ են կանգնել, տնային հիվանդությունն է գլուխ բարձրացրել։ Մինչև կառավարությունը գյուղատնտեսության զարգացման ու աջակցության ծրագրերի մասին է հայտարարում, խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը շարունակում է նվազել։ Վերջին 5 տարիներին անասունների գլխաքանակը ավելի քան 22% կրճատվել է։ 2021-ին 613,000 խոշոր եղջերավոր է հաշվառվել։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով այս տարվա սկզբին Հայաստանում շուրջ 476,000 անասուն է հաշվառվել։ Մեկ տարի առաջ կենդանիների թիվն անցնում է 490,000-ը։ Մարդիկ ցանկություն ունեն անասուն պահելու, պատմում է Լոռու մարզի Սվերդլով գյուղի բնակչուհի Տիկին Հասմիկը, բայց ամեն տարի մի բան լինում է։ Ասում է, հիմա էլ տնային հիվանդություններով են վարակվել իր անասունները, լուրջ վնասներ է կրել։ Հիվանդությունը դա նշանակում է, որ իզը կծում է անասունի, այունը ջուրը կտրում, եթե ջերմությունը տալիս է, եթե հասցնում է այդ պահին անասուն կա փրկվում, անասուն կա չի փրկվում։ Անասունը որ հիվանդ է լինում, մսավաճառները ավելի շատ ցածր գնով են տանում, մարդիկ ստիպված լցնում են իրենց մարազնիկի քչեն ուզում էլ վաճառեն, որ շահագործեն, արժեք չուրը, միանց այդ պահը ծախսերը դուրս չի գալիս էլի, ոնց որ ամեն ինչ հարոտավայրի գումարով իր անասունների խոտիկի ծախսերը որ հաշվում են, այդ մարդկանց հետ մի բան չի մնում։ Թվերը նվազում են գրեթե բոլոր մարզերում։ Գեղարքունիքում շուրջ 72,000 խոշոր եղջերավոր է հաշվառվել։ 2024-ին թիվը 4,000-ով ավելի մեծ էր։ 5 տարի առաջ ցուցանիշը անցնում էր 100,000-ը։ Արագածոտնում 53,000 են հաշվառվել, 2,000-ով պակաս, քան 1 տարի առաջ էր։ 5 տարիների ընթացքում մարզում կենդանիների թիվը նվազել է շուրջ
20,000-ով։ Սյունիքում 5 տարի առաջ ավելի քան 23,000 կով կար։ Հիմա 15,500-ի էլ չի հասնում։ Պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է նաև կաթի արտադրության նվազումը։ 2021-ին 670,000 լիտր կաթ էր արտադրվել։ Անցած տարի շուրջ 100,000 լիտրով ավելի քիչ։ Անասուն պահելը տնտեսապես այլևս շահավետ չէ։ Վառելափայտ, դեղորայք, անասնաբուժական ծառայություններ, ամեն ինչն է թանկացել։ Գյուղացիները բողոքում են, աշխատում են վնասով։ Ըստ ոլորտի փորձագետների, անասնագլխաքանակի նվազման հիմնական պատճառներն են կերային բազայի պակաս եւ կերերի բարձր գին, ձմեռային խիստ պայմաններ, որոնցում պահման ծախսերը կրկնապատկվում են։ Ակնհայտորեն ցանկային տարածությունները, եթե կերային մշակաբույսերի կրճատվում է երկրում, պետք է դա հանգեցներ տարաբուծության ընդհանուր խոշոր երջայավոր անասունների գլխաքանակի կրճատմանը։ Արձանագրվել են կաթի միջին գների անկում, այսինքն ինչ է ստացվում։ Կերային մշակաբույսերի ցանքերը կրճատվում են, կերը թանկանում է, արդյունքում ոչ միայն կաթը չի թանկանում, այլ ավելի էժանանում է։ Ակնհայտ է, չէ՞, որ դա պետք է արդեն պակաս շահութա ու հետևաբար նաև գյուղացին ֆերմերը գնալով հրաժարվում է ավել գլխաքանակից ու կրճատում է այլ գործունեություն է փորձում իրականացնել։ Մասնագետները շարունակական անկման տարբեր պատճառներ են թվարկում։ Ադրբեջանի հետ սահմանային խնդիրների հետևանքով արոտավայրերի անհասանելիությունից մինչև ներքին շուկայական հարցեր ու ցածր եկամտաբերություն։ Իսկ գյուղացիները հույս ունեն պետական աջակցությամբ, կերի սուբսիդավորմամբ ու շուկաների կայունացմամբ հնարավոր կլինի գոնե պահպանել հայկական անասնապահությունը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ու կվերադառնանք րոպեներած։ Հեռախոսով դպրոց գնալ չի կարելի։ Երևանի 151 դպրոցից 143-ում արգելվել է սմարթֆոնների օգտագործումը։ Եվ Երևանի դրոշի ու զինանշանի գույները կփոխվեն, հայտարարություն քաղաքապետարանից։ Մետեո աշխարհ ինչպես կանցնեն շաբաթն ու կիրակին, ավելին հաջորդ թիվ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Մեկ բառով կախվածություն, սա երեխա ունեցող գրեթե բոլոր ընտանիքների թիվ 1 խնդիրներից է, երբ փոքրիկը ժամերով կարող է կլանվել հեռախոսի մեջ, մոռանալով անգամ հաց ուտելու մասին։ Փորձես վերցնել ձեռքից, կարող է ագրեսիվ վարք դրսևորել, իրեն պատեպատ տալ խաղը շարունակելու համար։ Որ դպրոցում էլ չլինի այս խնդիրը, ոլորտի պատասխանատուները արգելել են հեռախոսների կիրառումը։ Երևանի 151 դպրոցից 143-ում սմարթֆոնների եւ էլեկտրոնային այլ սարքերի օգտագործումն արգելվել է։ Խելացի սարքավորումների կիրառումը թույլատրվում է միայն ուսումնական նպատակներով, ուսուցչի հրահանգով, դասագրքերում QR ծածկագրերից օգտվելու համար։ Մենք ժամանակին ծիծաղում ենք Կորեայի վրա, որ երեխաները, ասենք, հեռախոսային կախվածություն են, որ բժշկական միջոցներով արդեն բուժում են, որովհետեւ հեռախոսը ձեռքից վերցնում ես, մենք շատ ծանր ստրեսային վիճակի մեջ ենք գնում։ Քաղաքային իշխանությունից նկատում են այսպիսի նախաձեռնությունները շատ երկրներում արդեն վաղուց ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դասի ընթացքում հեռախոսների սահմանափակումը միջինը 6-ից 14% բարձրացնում է աշակերտների առաջադիմությունը։ Բացի դրանից, միայն հեռախոսի առկայությունն անգամ եթե այն չի օգտագործվում, նվազեցնում է ուշադրության մակարդակը, իսկ սահմանափակման պայմաններում աշակերտները կարողանում են ավելի երկար եւ ավելի լավ կենտրոնանալ։ Հոգեբանն էլ ընդգծում է, շատ կարեւոր է, որ երեխային կախվածությունից ձերբազատելու ճանապարհին կողքին կանգնած լինի ծնողն ու ընտանիքը սեփական օրինակով, որպիսի տանը եւ դպրոցում կիրառվող մոտեցումները համահունչ լինեն։ Մենք ունենք մտածողության տեմպի հետ կապված հետազոտություն, որտեղ որ սմարթֆոններում ոչ հիգիենիկ ժամանակաչափով ներկա լինելը կարող է երեխային մոտ հանգեցնել մտքի արագության դանդաղեցմանը։ Իսկ հատկապես գայուն տարիքում երբ ձևավորվում է մտածողությունը, ուշադրությունը, հիշողությունը իր տարբեր արագությամբ, շատ կարևոր է, որ դա տեղի ունենա բացառապես բնության հետ համահունչ, այսինքն երեխան դպրոցի անգամ պարապմունքներին զուգահեռ ունենա ֆիզիկական ակտիվության բնության մեջ պարապմունքներ, որը որ ցավոք շատ հաճախ չէ, որ կազմակերպվում է։ Կրթության փորձագետի դիտարկմամբ, եթե երեխան իսկապես ունի կախվածություն սմարթֆոնից, ապա այս դեպքում պետք է պրոֆեսիոնալ եւ զգուշավոր անցում ապահովել, քայլ առ քայլ նվազեցնելով օգտագործման տևողությունը։ Շատ տարբեր մոտեցումներ կա, դեռ պարզապես արգելում են կամ հեռախոսներ չեն արգելում, ասենք ինտերնետն են դպրոցում
հեռախոսում ինչ-որ ձևի սահմանափակում, ասենք որ հնարավորություն չունենան օգտվելու, ասենք եթե հեռախոսը մոտ լինի, այդպիսի դեպքեր կան, բայց ընդհանուր առմամբ հիմնականում փորձում են կրթական մոտեցում ցուցաբերեն, մարդկանց բացատրեն թե ինչպես կարելի է դա օգտագործել տրամաբանական լավ ճիշտ ձևերով։ Փորձագետները պնդում են, եթե երեխաներին ցույց տրվի, որ հեռախոսը գործիք է, ոչ թե զվարճանքի աղբյուր, նրանց մոտ աստիճանաբար կձևավորվի առողջ վարքագիծ։ Նոր կանոնները կարող են դառնալ այդ ճանապարհի առաջին հիմնական քայլերից մեկը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Ներգրավել ցածր տոկոսով բիզնեսին տրամադրել էժան վարկ, այսպես Արչին բանկը Եվրոպական ներդրումային բանկից ստացած միջոցները կուղղի հայաստանյան միկրո, փոքր ու միջին բիզնեսներին։ Ծրագրի 10%-ը նախատեսված է վերականգնվող էներգիայի էկո ներդրումների համար կանաչ վարկավորման տեսքով։ Հայաստանում միկրո, փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ուղղված խոշոր ֆինանսական նախաձեռնություն է մեկնարկել։ Արչին բանկը եւ Եվրոպական ներդրումային բանկը ստորագրել են 100 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր երկրի բիզնես միջավայրի աճը, արտադրական ներդրումները եւ նոր աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար։ Ծրագրի շրջանակում ակնկալվում է մոտ 300 հայկական միկրո, փոքր եւ միջին բիզնեսների աջակցություն, ինչպես նաեւ ավելի քան 10,000 աշխատատեղի պահպանում եւ ստեղծում։ Եվրամիության, Եվրոպայի ներդրումային բանկի եւ Արչին բանկի համագործակցությունը էական նշանակություն ունի հայկական միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների համար։ Սա հնարավորություն է ստեղծում զարգանալու, նոր աշխատատեղեր ստեղծելու եւ ներդրումներ կատարելու կայուն ու կանաչ տեխնոլոգիաներում։ Այս համագործակցությունը հնարավորություն է տալիս հայաստանյան միկրո, փոքր եւ միջին ձեռնարկատիրություններին ստանալ այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են ներդրումների հարմարվելու եւ դրանց դիմադրողականությունը բարձրացնելու համար։ Բանկն առաջին անգամ է ուղիղ պայմանագիր կնքում ներդրումային բանկի հետ։ Արչին բանկը առաջին անգամ է այսօր ուղիղ կնքում Եվրոպական ներդրումային բանկի հետ համաձայնագիր, վարկային համաձայնագիր, որով մենք ստանում ենք շուրջ 100 միլիոն եվրո վարկային միջոցներ, որոնք ուղղելու ենք մենք երկրում գործող միկրո, փոքր, միջին ձեռնարկությունների վարկավորմանը։ Այս ծրագրի շրջանակներում Արչին բանկը Եվրոպական ներդրումային բանկի կողմից աջակցվող վարկային ռեսուրսներ կտրամադրի հայկական ընկերություններին, որոնք ձգտում են արդիականացնել իրենց գործունեությունը, ընդլայնել արտադրական հզորությունները, ներդնել նոր տեխնոլոգիաներ կամ բարձրացնել մրցունակությունը տեղական եւ միջազգային շուկաներում։ Բացի այդ, ծրագրի 10%-ը կուղղվի կանաչ վարկավորմանը, էներգոարդյունավետության, վերականգնվող էներգիայի եւ այլ էկոլոգիապես կայուն ներդրումների աջակցման համար։ Եվրամիության դրամաշնորհային աջակցության շնորհիվ վարկերը կմնան առավել մատչելի հայկական, միկրո, փոքր եւ միջին բիզնեսների համար։ Քներիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Տնտեսություն, մշակույթ, դիվանագիտություն մեկ հարկի տակ նպատակն է ծանոթանալ միմյանց հնարավորություններին ու գործակցության հեռանկարներին։ Այս տեսլականն է Կոմիտասի թանգարան ինստիտուտում համախմբել Եվրամիության երկրների դեսպաններին։ Կոմիտասի թանգարան ինստիտուտում տեղի է ունեցել Հայաստանը եւ Եվրոպան արմատներ եւ հեռանկարներ խորագրով մշակութային աշխատաժողովը, որը միավորել է եվրոպական երկրների դեսպաններին, Հայաստանում գործող բիզնես կառույցների ղեկավարներին, տնտեսական ատաշեներին եւ գործարար համայնքի շուրջ 100 ներկայացուցիչների։ Աշխատաժողովը կազմակերպվել է արդեն 4-րդ անգամ Galaxy ընկերությունների խմբի եւ Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Այն ձևավորվել է որպես ավանդական բիզնես նախաճաշ ձևաչափով հանդիպում, որի ընթացքում Եվրամիության դեսպաններն ու բիզնես համայնքի ներկայացուցիչները քննարկում են տնտեսական եւ մշակութային համագործակցության, ներդրումների եւ փոխգործակցության հնարավորությունները։ Միայն վերջի 2 տարվա հետ մենք ունենք 85 նոր կնքված պայմանագրեր Եվրամիության տարբեր ընկերությունների հետ եւ դա արտահայտում է Եվրամիությունից ներկրված ապրանքների եւ ծառայության մոտ 3%-ը։ Այս տարվա միջոցառմանը իրենց երկրների տնտեսական եւ ներդրումային հնարավորություններն են ներկայացրել Հայաստանում Հունաստանի, Իտալիայի եւ Ռումինիայի դեսպանները։ Galaxy ընկերությունների խմբի համահիմնադիր կառավարման խորհրդի համանախագահը ներկայացրել է ընկերության տնտեսական ազդեցության ցուցանիշները եւ եվրոպական բրենդների ներկայությունը խմբի էկոհամակարգում։ Վերջի 20 տարին եւ ավելին Galaxy-ն մեծ ներուժ է դրել, որպեսզի ներկայացնի բոլոր միջազգային մեծ գործընկերներին Հայաստան եւ փորձի այնպես անել, որպեսզի ունենանք երկարաժամկետ համագործակցություն եւ երկու կողմանի շահավետ մթնոլորտ։
Հատկանշական է, որ այս տարի միջոցառման անցկացման վայրն ընտրվել էր Կոմիտասի թանգարան ինստիտուտը նպատակ ունենալով ընդգծելու բիզնեսի, դիվանագիտության եւ մշակույթի փոխկապակցվածությունը։ Կոմիտասի ժառանգության ներկայացումը հնարավորություն է տվել հյուրերին ավելի խորությամբ ընկալելու հայկական մշակութային արմատները, որոնք հետևողականորեն կապված են եվրոպական մշակութային ավանդույթի հետ։ Իտալիայի կառավարությունը Հայաստանն ընդգրկել է առաջնահերթ համագործակցության երկրների ցանկում, եւ ահա հայ-իտալական գործակցության արդյունքում Գառնիի խճանկարը վերականգնվելու է։ Մենք մեծագույն պատասխանատվությամբ ենք պահպանում հնությունը եւ աջակցում հայկական կողմին։ Հյուրերը մասնակցել են հատուկ կազմակերպված շրջայցի եւ կոմիտասյան մոտիվներով ժամանակակից բալետային ներկայացման Արման Բալմանուկյանի պարային նախագծի շրջանակում, որի կուլմինացիան եղել է Կոմիտաս վարդապետի Անտունի ստեղծագործության կենթանի կատարումը դաշնակահար Կատարինե Հովսեփյանի եւ տենոր Հայկ Վարդանյանի մասնակցությամբ։ Միջոցառման կոնցեպտը մշակել է Աքսել Մոնդրյան հաղորդակցության ընկերությունը, որը եվրոպական ցանցի անդամ է եւ միջազգային որակավորված կազմակերպություն։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Չկորցնել ազգային դիմագիծը, շարժվել ժամանակի հետ քաղաքային իշխանությունը մտադիր է փոխել Երևանի դրոշի եւ զինանշանի գույները։ Հարցը հավաքանին կքննարկի դեկտեմբերի 23-ին նիստում։ Այս եւ օրվա այլ կարևորը տեսաշարում։ Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է փոխել քաղաքի դրոշի եւ զինանշանի գույները, դրանք դարձնել կապույտ։ Հարցը ներառված է դեկտեմբերի 23-ի ավականուն նիստի օրակարգում։ Նախագծի հիմնավորումներում ասվում է, որ գունային փոփոխությունը պետք է արտահայտի քաղաքի նոր ժամանակակից եւ մինիմալիստական ինքնությունը, բայց միաժամանակ կապը ազգային խորհրդանիշների հետ։ Մինչև 300,000 դրամ տուգանքները պետական մարմիններն այլևս չեն կարող բողոքարկել, հայտնել է Արդարադատության նախարարը։ Գալյանն ասել է, թե այսօր մի շարք խնդիրներ կան, որոնք կապված են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչարարության որակի հետ։ Ըստ այդմ, նախատեսվում է վարչական մարմինների վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքի սահմանափակում, մինչև 300,000 դրամ տուգանքով վարչական ակտերի պարագայում։ Այսինքն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն այլևս հնարավորություն չեն ունենա ներկայացնել վերաքննիչ բողոք այն դեպքում, երբ վարչական ակտով սահմանված տուգանքի չափը չի գերազանցում 300,000 դրամը։ Ըստ հիմնավորման, այս փոփոխությունը մի կողմից կնպաստի դատարանների ծանրաբեռնվածության թոթափմանը եւ մատչելի արդարադատության իրականացման իրավունքի ապահովմանը, մյուս կողմից վարչարարություն իրականացնող մարմինների ուշադրությունը կկենտրոնացնի պատշաճ վարչարարության իրականացման վրա, ավելացնելով նրանց զգոնության աստիճանը։ Վերաքննիչ վարչական դատարանի որոշումով կարմիր գծերի վճարի թանկացումը անվավեր թողած վճիռը անփոփոխ է մնացել։ Վերաքննիչ դատարանի որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման օրից 1 ամիս անց։ Այդ ընթացքում Երևանի քաղաքապետարանը կարող է բողոքարկել այն վճռաբեկ դատարանում։ Քաղաքապետարանից արդեն հայտնել են, որ այդպես էլ վարվելու են։ Հիշեցնենք, որ 2024-ին Երևանի կենտրոնում կայանման տարեկան վճարը բարձրացել էր 12,000-ից մինչև 160,000 դրամ։ Ժողովրդական նկարիչ քանդակագործ Լևոն Թոքմաջյանի Պարույր Սևակ անլռելի զանգակատուն քանդակը, որը տեղադրվել է Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոցի բակում, բուռն քննարկումների եւ քննադատությունների թեմա է դարձել։ Ես այն համարում եմ իմ լավագույն գործը, իր հերթին քանդակի մասին խոսելով նշել է Լևոն Թոքմաջյանը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Եվ սպասվող եղանակի մասին կպատմի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում շաբաթն ու կիրակին կանցնեն փոփոխական երկնքով, տեղումներ սպասվում են շաբաթ, առանձին լեռնային գոտիներում ձյուն, ջերմաստիճանը առաջիկա 2 օրերին նույնպես չի փոխվի։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 0-ից 5 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 6-ից 9, Լոռիում 7-ից 10, Տավուշում 9-ից 12 աստիճան, Արարատում, Արմավիրում կդիտվի 6-ից 9, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 10-ից 13, Սյունիքի նախալեռներում 6-ից 9 աստիճան։ Երևանում շաբաթը կանցնի տեղումներով, կիրակի սպասվում է կայուն երկինք, այս գիշեր 1-ից 3, ցերեկը 5-ից 7, երեկոյան 2-ից 4 աստիճան։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։